Ես մի քանի հարց այնուամենայնիվ կտամ, ակնկալում եմ, որ դուք ազնվորեն կպատասխանեք, մանավանդ վերջերս կառավարության ներկայացուցիչների գործելակերպի մոտ գործելակերպի մեջ միտում եմ նկատում ֆռսնոցի։ Քիչ առաջ այդպես դուք ֆռսնում եք դիվիդենդների մասով, հիմա ես այդ մասին նույնպես կանդրադառնամ։ Պարոն Միրումյան, համենայն դեպս ես նկատել եմ 6 էական ուղղությամբ հարկերի բարձրացում եւ ընդհանուր առմամբ այդ բարձրացումները իմ կարծիքով կազմում են, եթե այսօր տեղի ունենար, այսինքն 3 տեղի ունեցածն է եւ ունենայինք 2015-ը մոտ 40 միլիարդ դրամ։ Այսպես մտցված է բաժնետոմսերի եւ դիվիդենդների հարկում, 1 ավելացված է բենզինի աքսիզը եւ ծխախոտինը, այնուհետեւ անհատ ձեռներեցների եւ նոտարների համար մտցված է ամսական շահութահարկ 5000 դրամ, գույքի բնօգտագործման վճարի աստիճանական հարկում մենք նախատեսում ենք 2018-19-20 թվին գործակցով 1.1, ՓՄԶ-ների համար շրջարկը 115-ից իջեցված է 40, համենայն դեպս ես հաշվեցի մոտ 6 էական ուղղությամբ բարձրացում։ Ես կուզենայի, որ դուք ցույց տաք թեկուզ 1 ուղղությամբ ցածրացում։ Հաջորդ իմ հարցը սա է. նախագիծը արդյոք անցել է փորձագիտություն։ Մասնավորապես, այս նախագծով դուք հաշվել եք 2015-ի արդեն փաստացի կատարված բյուջեն։ Ինչքան կլիներ այդ բյուջեն, եթե այդ բանը, այս հարկման մեխանիզմը, ասենք, կիրառվեր անցյալ տարվանից։ Հաշվել եք, որ մենք իմանանք իսկապես սա կնշանակեր տալ փորձագիտական եզրակացություն։ Հաջորդը, ես չեմ կարողանում հասկանալ, դուք ինչ է, արդեն օրենսգրքով փորձում եք ամրագրել այն, որ ավելացված արժեքի հարկը վերջ այլևս գանձվելու է սահմանին, դա պարզապես դառնում է մաքսատուրք։ Եվ իդեպ անցյալ օրը պատգամավորներից մեկը ձեզ հարց տվեց, թե երբ ենք մենք սարքավորումները դրանից ազատում, դա սխալ հարց էր, դուք էլ սխալ հարցեր, սխալ պատասխան տվեցիք։ Հաջորդը, ձեզ հարց տվեց նախորդ պատգամավորը, շատ հետաքրքիր, ասեց ազգային հարկային ծանրաբեռնվածություն իջնում է, թե պակասում է։ Դուք ասեցիք հարկային ծանրաբեռնվածությունը հարկեր հնան է, դա ամենևին այդպես չէ, գոյություն ունի ազգային հարկային ծանրաբեռնվածության գլոբալ ցուցանիշ, այնպես էլ ըստ հարկերի ցուցանիշ։ Եվ մենք պարտավոր ենք նման կարգի օրենսգիր ներկայացնելուց առաջ այդ ցուցանիշների փաստացի եւ սպասվող թվերը տալ, որպեսզի պատգամավորները ունենան հստակ պատկերացում։ Եվ վերջապես նորից վերադառնանք դիվիդենդներին։ Այնուամենայնիվ դուք քիչ առաջ պատասխանեցիք, որ եթե ես համաձայն չեմ, դիվիդենդը պասիվ եկամուտ է եւ կարելի է որոշակի իմաստով ասել, որ դա արդեն մեկ անգամ հարկված է եւ թեր զարգացած երկրներում, քիչ զարգացած երկրներում անկի հարկում։ Շնորհակալություն։